Գրեք ինչ ես կարծում, որ մարդը մի հատ երիկամ ծախեն կկարողանանք տուն տանիքը պահել։ Դու չգիտեմ, բայց ես փորձել եմ։ Ասցին մաքսիմում աուտլետում ծախեմ։ Երեխեք, գիտեք, որ Անդոն մեզ օգնելու է։ Ինքն էլ չի ուզում, որ փակվի տուն տանիքը։ Օ, ինչ զարմանահրաշ բան, որ Անդոն չի ուզում, ուրեմն չի փակվի։ Լավ չէ, Սարա։ Ես կասկածում ես։ Ես իմ քուչեքն աստե ես ոնց ուզում եմ, տենց էլ լինում է։ Հա, այդ մարդու հետ էլ երևի դու ես խոսալու, չէ։ Հա, Հանգստացեք էլի մի հատ, եկեք տենանք ով ինչ ունի, ով ինչ կարա ներդրում անի, դրա փողը տանք պրծնենք։ Ըստ էության, իմ ունեցած միակ արժեքավոր բանը սա է։ Բոմժ։ Ինչի դու ինչ ունես, որ։ Հələ բաց տեսնենք, այդ ինչ ունես։ Բացի։ Այս ի՞նչ է։ Յա, թող։ Կարևոր քար է իմ համար շատ։ Պետք լինի պոչկես էլ կտամ աուտլետի համար, բայց այս քարը չեմ տա։ հələ դու ստե։ Տուր։ Դու գիտես, որ քարի մեջ արում կա։ Դրա մեջ չկա, ստուգել եմ։ Այդ քարը շատ կարևոր ու թանկարժեք քար է։ Թանկարժեք, ոչ ռոպինա, ոչ զմրուխտ, անկապ, լավ տուն ներդրում կանենք։ Չէ, էս իմ հորոսկոպի քարն է։ Ուշադրություն մի դարձրու գետնից գտած անկապ բան է։ Դու ինչ ունես բա։ Ինչ ես բերել։ Այս ի՞նչ է։ Թող, սա շատ թանկարժեք բան է, սա ֆլոպի դիսկետ է, 1.44 մեգաբայթ տարողականությամբ, սրա մեջ գրված է իմ առաջին կոդը։ Անկապ բանը։ Լավ զգվիլը։ Չէ, ստացվում է, որ այստեղ էլ նորմալ բան չկա։ Ոբշեմ դու էլ վրա գալու բան չունես։ Էնի ջան։ Դու գիտես, որ քո համար ամեն ինչի պատրաստ եմ ես։ Օբշից սեսորվա կոֆեի փողներ։ Այս դե թքած։ Այս դե աղբերներ։ Հազիվ 50 դրամ։ Ինչ եք նստի, արա, խոսացեք մի բան։ Դեն են սպասում եք կոֆեն լինի խմեք գնաք։ Խոսացեք ջոգենք ես մարդկանց ոնց պետք է օգնենք։ Սա ախր սա իմն է, կյանքս։ Սա ընդամենը էժանանոց բիժուտերիա է։ Դե հա։ Վայ! Արա սեդուլիկ խափում էի լավ տղեկին կյանքս։ Բա ասում էի դնենք գրավ, մաշնա վեկալ եմ քշեմ։ Իմ միակ հարստությունը այս վլոդն է, մեկ էլ իմ աշխատավարձը, բայց դե իմ աշխատավարձը ինձ շատ է պետք։ Տեսեք, դες կոսմետիկան չեմ տա, հասկանում եք։ Մնում է այս փողերը ու այս մետրոյի ժետոնը։ Այն մետրոյի ժետոնը, որ էլ մետրոյին անգամ պետք չի։ Պետք չի։ Հանել են։ Բա ես ոնց եմ իջնելու քաղաք պտտվեմ։ Ով է քեզ թողում, որ մի հատ է իջնում ես քաղաք։ Արա վլոջախի ես այդ տղեն եմ, որ իմ քուրը իջնի քաղաք։ Հաստատ։ Դե եթե ինձ հետը չտանես, էլի իհարկե նան ջան։ Նան ցավը տանեմ, մի անհանգստացի։ Արա քրոջը ցավը։ Տար։ Բայց մի քիչ ծանր տար։ Չկո։ Բա դու ինչով ես վրա գալի, ասա տենա մլա։ Հաջալ։ Հա, պաստորեն քեզնից է, հա, օգուտ չկա։ Անդո ապեր գիտես չէ, դու լրիվ ատեցի պես ես մտածում։ Երեք պապան էլ մամային ասում էր, որ չաղկալիքից օգուտ չկա։ Ու որ մաման հələ այն ժամանակ իրան պետք է լսած լիներ ու սրանից հրաժարվեին։ Արա ապերիկ։
կխմեք։ Մեկ էլ ես իմ երբ կխմեք ամերիկանո։ Էնի։ Լսիլը։ Ես վերջը չճոգի, հիմա որ նենց ստացվի ես կաֆեն փակվի, դու պետք է թողես գնաս, հա։ Հասկացի, սա իմ համար ուղակի սրճարան չի։ Եթե այս տեղը փակվի, ես էլ չեմ ունենա ոչ աշխատանք, ոչ ապագա, ոչ տուն, ոչ տանիք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով է սրճարանի սեփականատերը։ Մենք բոլորս համասեփականատեր ենք։ Ստեղ ինչն է շատ տերը։ Մենք դատարանից ենք։ Եկել ենք հիշեցնենք, որ դուք գումար պետք է վերադարձնեք Հովանավորին, եթե խախտել եք պայմանագիրը։ Իսկ դուք խախտել եք պայմանագիրը։ Ինչի այդ Հովանավորը տենց լուրջ մարդ, հա։ Հետո աղբը այստեղից հավաքեք նստել լինի։ Բայց սա աղբ չի, սա մեր միակ կապիտալն է, որով ուզում ենք գումարը ձեզ հետ վերադարձնել։ Նստես մոք ջան։ Դուք պայմանագիր էիք կնքել, որ սրճարանը պետք է բացեք Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում։ Իսկ սա հեչ կենտրոնին նման չի։ Հա, սա կենտրոնին նման չի։ Բա դուք չգիտեք, որ Լոնդոնի փողոցը 10-րդ մասիվի կենտրոնն է։ Հա բա, որ այս մարդիկ չեն խաբե ձեզ։ Ու առասարակ 10-րդ մասիվն էլ Երևանի կենտրոնն է։ Ինչի ձեր կենտրոններում սենց կաֆե եք դուք տեսել։ Սենց կոֆե են տվել ձեր կենտրոններում։ Լստե։ Ուզես։ Ահա մի հատ խմի։ Դուք խախտել եք պայմանագիրը եւ պետք է վճարեք գումարը։ Իսկ կարող է սուրճով վճարենք։ Հա, ճիշտ որ։ Մենք կարող ենք ձեզ հետաքրքիր փաթեթներ առաջարկել։ Օրինակ, տարիներ շարունակ կաք այստեղ անվճար սուրճ խմեք։ Աղջիկ ջան, եթե դուք ուզում եք սուրճով պարտքը մարեք, ուրեմն թե ինձ, թե երեխեքիս, թե թոռներիս, մինչև կյանքի վերջ պիտի սուրճ անվճար տաք։ Մենք դեմ չենք։ Ես եմ դեմ։ Որովհետև ես երեխա չեմ կարող ունենալ։ Հոպարս ծանր բայկես, լավ։ Ձեզ մեկ շաբաթ ժամանակ։ Երեխեք ջան, այս մասիվի, ձեր 10-րդ մասիվի շները չեն թողնում տարածքից դուրս գանք։ Կատաղած են, մեծ են։ Մեծ, շատ մեծ։ Շատ։ Ես ոնց որ դուք հեչ խաբար չեք մասիվից, հա։ Բա մասիվի շներն են։ Ու ձեզ էլ ոնց որ ընդհանրապես չեն սիրել։ Դե չնայած որ դու սիրեին, որ տենց վատ եք արտահայտվում մասիվի մասին։ Բայց մեզ կօգնեք, չէ։ Արա այդ ցավը տանում են մասիվի շների վրա սկի մենք չենք կարում։ Իրենք իրենց կյանքն ունեն, իրենց կարծիքն ունեն։ Ու ոնց ժոգում եմ, ձեր մասին վատ կարծիք ունեն։ Ու ընդհանրապես։ Խնդրում եմ լքեք սրճարանի տարածքը, եթե հաճախորդ չեք։ Հասկացաք։ Մոքս։ Հեսա գնում եմ, այն մեր բուրչո ենց ասեմ, այն տուզիկ մեխակի գամպր լորդ ենց բան, ռեքսիկ են սաղին հավակ են հոշոտ են սրա։ Լսի, մեր սալոնի պահակի շաննել ասա, չէ կամ էլ միանգամից պահակին ասա, ինքը ավելի լավ կգզի։ Էնի ջան, նենց որ հանգիստ տեղի։
Հեսա մասիվի շները սրանց նենց կգզեն, որ էլ մի կյանք չեն գա ստեղ։ Դե հա, իրանք չեն գա, բայց ուրիշները կգան ու ստիպված կլինենք փակել տունտանիքը։ Ու վերջ, հա։ Ինչ անել, երբ սիրածդ աղջիկը լացում է։ Իսկ միգուցե հարցնել հենց աղջկան, թե ինչու է լացում։ Իսկականից, բայց ինչի է լացում։ Կողո որ ես գնում եմ դրա համար։ Նան, կյանքս մի լացի, հա։ Նանո ջան, չէ։ Նան, կյանքս ես գնում եմ, հա, բայց մեզ ոչ ոք չի կարող խանգարել, որ մենք միասին լինենք։ Դու գիտես։ Այս տունտանիքը որ փակվեց, գործ չեմ ունենալու։ Մնալու եմ սաղորը տանը, կամ գնալու եմ այդ անտեր կենտրոնները գործման գալու։ Հասկանում ես, այս 10-րդ մասիվում գործ չկա։ Փաստորեն դու գործի համար ես լացում։ Ես գիտեմ դու իմ համար ես լացում։ Սաղ տեղերը քեզ ես մեջ գցում, Սերգեյ։ Արա, բայց դու ոնց սաղից վրցրիր, թե բա ոսկի է, հենա պարզվեց ոսկի չի։ Դու էլ ինձ ասում էիր, որ 5 հատ մի հարկանի տուն ունեք։ Մի հատ 5 հարկանի տուն։ Հա, փաստորեն ձեր շենքը, որ բացի ձեզնից մի 100 հոգի էլ է ապրում։ Դե հա կյանք։ Դսի, բայց քանի որ դու իրոք սիրում ես ոսկի, ես քեզ մի հատ մատանի եմ առել։ Գիտես քանի կարատ, հա։ Վել, հիմա կուշաթափվեմ։ Դե հիմա փակի աչքերդ, նենց փայլուն, հա, կարա տակ ուրացնի։ Բացեմ։ Բաց։ Ինչ ամուսնական մատանի, ես քո այդ ամուսնացողը չեմ։ Արա, ես չեմ հասկանում, դու չես հասկանում, որ մեր մեջ ամեն ինչ լավ է։ Ես պայման էի, չէ՞ դրել, որ դու պետք է աշխատես, բայց դու չես աշխատում։ Արա, բա գնացի նա անտեր տունտանիք արա, հորս սրև չես դզում։ Տունտանիքը փակվել է, պետք է քեզ ուրիշ գործման գաս, որ ինձ ապացուցես, որ դու բառադի չես։ Արդեն նույնիսկ էսպրեսոն է անիմաստ։ Ենիմ, ես տենց էլ չջոգեցի, մե որ եսի փակվավ ինչ ես անելու դու, ուր ես գնալու, ապշե ինչա լինելու։ Չգիտեմ, մտածում եմ երևի կգնամ են 5 գործից տեղը, տեսնեմ եթե կընդունեն էլի որպես մատուցողուհի, քյարթուրաբից տեղը։ Չի լինելու տենց բան, ես չեմ թողում։ Հա, բայց ես այստեղ էլ էի աշխատում, չէ՞։ Էնի ջան, ասենք ստես, ծեր միջավայրում ուրիշ է էլի, համետ քո գերներից վտանգ չկա, իսկ իմ նմաններին ես լավ գիտեմ, ես որ չէ, դի ուրիշ բան մտածենք։ Չաղկալ, ինչի ա որ բոլոր ընկերուհի ունեն, մենք չունենք։ Շատ խելացի են դրանից է։ Դաժե նանոն սիրած ունի, մենակ մենք ենք, որ մենակ ենք։ Արա քրոջս մասին ես խոսում, արա։ Արա ես տես քուր եմ մեծացրել, որ ամեն լակոտ իր մասին տես խոս, հա։ Արա, ինքը վաբշետ իմ քուրն էլ է։ Արա որ քո քուրն էլ է, քեզ ծանր պայ, արա։ Մի տես խոսա իր մասին։ Բայց ինչի ես խփում։ Բացատրիկը հասկանամ։ Ես որ ասում եմ խփում ես։ Ախպեր, թարս ասա։ Ախպերներ։ Մի հատ բան ասեմ չեք հավատա։ Այս 10-րդ մասիվը արդեն չի դզում։
Բա հորս արև։ Հետ չի դզում։ Հիմա ջոգում ես խիսիրած շունենք, որ այս է շտարապենք։ Ինչի են իմ կյանքի ամենակարևոր իրերը ավելի մեծ, քան այս անտես ճամպրուկը։ Որտեվ քոնը կյանքը, իսկ իմը HDMI կաբել։ Հենց որ ուրախացի, որ քո կյանքը ավելի հետաքրքիր է անցնում։ Դե ինչ, ես ընտրեցի ամենակարևորը։ Այս սենց հաբուրում իրական երջանկությունը։ Գժվել է։ Չէ, Գրեգ, այսենց բուրում է $50,000 պարտքը։ V60-ից։ Ես ասում եի, չէ՞ որ մենք պետքա բախտագուշակության կենտրոն բացենք։ Թե չէ սուրճը ում է պետք։ Իսկ այս տղեն մեր հետ հույսեր էր կապել։ Դա ընդամենը ապակյա սրճեփ է։ Այդ քո համար է սրճեփ, իսկ իմ համար գործընկեր է։ Երեխեք չեմ ուզում գնանք։ Չեմ ուզում այստեղից գնանք։ Սա իմ համար դառել է տուն։ Սա իմ համար տանիք է դառել։ Դե թքած որ 10-րդ մասիվում է, բայց մերն է, չէ։ Դե ես էլ չեմ ուզում գնամ։ Ես չեմ գալիս, գնացեք դուք։ Արա առանց մեզ քեզ աշը հումում կուտեն։ Դու պատկերացնում ես, որ ես էլի առաքիչ դառնամ։ Այդ ժամանակ ինձ հաստատ հում կուտեն։ Obrigada. Ես իդեպ արդեն հայտարարությունը գցել եմ, որ ամեն ինչ վաճառվում է։ Հետաքրքիր է չեն տեսնում, որ փակ է։ Ապրես Սերկ։ Դե նայեք, տեսնենք, ո բան չենք մոռացել, վերցնենք ու գնանք։ Ես մոռացել եմ։ Դե ինչ ես մոռացել, վերցրու։ Սա էլ ուրիշ մարդ էր։ Գրեգ, ինչ ես մոռացել, գտար։ Հույսս եմ կորցրել, դժվար էլ գտնեմ։ Չեմ հասկանում, որ աշխատում էինք մարդ չէր գալիս, հիմա որոշեցին գալ։ Դուք։ Մենակ մենք չէ։ Ես ձեզ հիշեցի։ Սուրճի որակավորման ինստիտուտի դեգուստատորը չեք։ Դուք են մարդն եք, չէ՞ որ մեր սրճարանում նստած ստևիայով սուրճ էիք խմում։ Ինչա մտածում եք կարայիք ֆռցնեք ձեր ինվեստորին։ Ուսա մեզ $50,000 փողա փոխանցել։ Ու խափել էր մեզ իբր թե դեգուստատորա, որ գարստուգեր թե ոնց ենք, հա, աշխատում։ Սուս երեխեք, ինձ թվում է լսում է։ Ու ասեմ, այս անգամ սուրճը համով է։ Մենակ սուրճն է լավը, մնացածը նույնն է, վատ։ Բայց ինչի էիք մեզ խափել։ Մենք գիտեինք դուք դեգուստատոր եք։ Դրա համար եք ինձ ծեծել ու ուղարկել ոստիկանություն։ Ինչ ոստիկանություն։
երկար պատմությունը կպատմեմ հետո։ Ես ձեզ հովանավորել եմ, որպեսզի կենտրոնում բացեիք ապագայի սրճարան, բոլոր հիփստերների համար։ Ստեղծեք համով սուրճ, որ մարդիկ ունենան տաքուկ անկյուն։ Թե կներեք, տեսել եք Երևանում անշարժ գույքի գները։ Ես ձեզ գումար էի տրամադրել, որպեսզի բացեիք այդ սրճարանը։ Իսկ դուք եկաք միտեղ, որտեղ 99 թվից հետո չի եղել ապագա։ Նորմալ էլ տեղ է, ինչ ա եղել որ։ Ես այս տեղը շատ լավ գիտեմ։ Ու ասեմ ավելին, 99 թվից հետո ոչ մի բան չի փոխվել։ Նույնն է։ Ինչու է այս մարդը ջղայնացել։ Կարող է սա երազա։ Ոչ մի բան չի փոխվել։ Այն օրվանից, երբ որ ես իջա այստեղ բակ։ Այն ժամանակ էլ երկար մազերով էի։ Գիտեք բակի տղաները ինչ արեցին։ Բռնեցին եւ մազերս խուզեցին։ Պաստորեն Կուպեր 10-րդ մասիվից է եղել։ Այն ժամանակ Կուպեր չէի։ Այն ժամանակ անունս Գեղամ էր։ Իսկ գիտեք բակում ինչ էին ասում ինձ։ Գեղեցկուհի։ Բա։ Մի օր որոշեցի գունավոր հագուստով իջնել բակ, իսկ բակի տղաները սերմերկ լցրեցին վրես։ Ես էլ ջղայնացա, ասեցի, որ ամենավատ սուրճը ձեր բակի սև սուրճն է։ Իրանք դրանից նեղվեցին ու ինձ ստիպեցին, որպեսզի ես խմեմ մեքենայի ուղ։ Այսինքն դուք 10-րդ մասիվից եք եղել։ Ամեն մարդ իր կյանքում ունենում է թերություն։ Բայց ես ճիշտ ժամանակին դուրս եկա այստեղից։ Գնացի Եվրոպա, սովորեցի, դարձա սուրճի որակավորման մասնագետ։ Իսկ դուք եկաք 10-րդ մասիվ ու տենց էլ մնացիք։ Հենց որ սրանք Բայց դուք իրենց չեք ճանաչում, իրենք շատ են փոխվել։ Դե այնպես չի աչքից լույսն են, բայց իրենք փոխվել են շատ, 10-րդ մասիվն էլ է շատ փոխվել։ 10-րդ մասիվը երբեք չի փոխվի։ Այս մոլորակի վրա դեֆեկտ է։ Դուրս եկեք, սրճարանը վաճառեք, իմ գումարն էլ ետ բերեք, թե չէ դատարան։ Հալավ այ ախպեր խես տենց նեղվել։ Հետո ինչ որ մի երկու անգամ էլ խփել ենք։ Հիմա որ մեկից չեն խփել։ Իննա սեդուլիկը սարիթավորվա ինձ ամեն օր խփում է։ Բայց ես հո չեմ նեղանում։ Ու սրանց համար է հա հովանավորել, որ սրճարան բացեք։ Այս տունտանիքը լավ էլ տեղ է։ Ինչը քո դուրը չի գալիս որ։ Տունտանիք թե տունտունիք։ Քեզ համար կարող է տունտունիք։ Մեզ համար տունտանիք մի ընտանիք։ Լավ, երախեք, վերջացրեք։ Մենք գնում ենք։ Մի րոպե կյանքս։ Մենք մի հատ լավ բան ենք մտածել։ Դու գիտես ես ինչքան շատ եմ սիրում ոսկի, բայց նույնիսկ պատրաստ եմ դրանից հրաժարվեմ, որ դուք մնաք։ Նան, ես քեզ մի քանի օրից կզանգեմ։ Ժողջան, կարող է ինձ էլ ձեր հետ տանեք։ Արա вообще ինչ է քո արածը։ Ինչ ես ուզում։ 50,000 ես ներդրել։ Ար։ Վարկ եմ վեկալել։ Արա, որ ասում էի արի գնանք վարկ վեկալենք, խեր ասում սև ցուցակեմ։ Արա դե Չախկո ջան, սերն ես բանա դաժե սև ցուցակից է ստիպում ելնես։ Այ ես ծեր։ Ինչի համար է այս։ Որ ես երեխեքին հանգիստ թողես։ Այս էլ նիվից բանալիները։ Նիվա, էլա ակտուալա։ Ակտուալա։ Ճիշտ է $50,000 չի, բայց որ նստես նիվես լավ տղա կդառնաս։ Իսկ լավ տղեն անգին է։ Ես ու սեդուլիկս է պետք է փսակվեինք։ Այս դե ինչ արած։ Առանց սրա կլինի։ Չեմ հասկանում ինչի եք ես ամենը անում։ Չէ, ես լրիվ ջոգում եմ ինչ ա եղել։ Աշկիս եմ բշտելուց մի երկու անգամ գլխին ենք խփել, դրա համար էլ ոչ մի բան չի կարում հասկանա։ Դուք ես ամեն ինչ անում եք, որ տոնտանիքը չփակվի։ Լսի Կուպեր։ Ի տարբերություն քեզ, որ թողեցիր թռար 10-րդ մասիվից։ Այս երեխեքը չեն թռել։ Ուլը մի բան էլ ավել, եկել են ստեղ ու փորձում են մի հատ լավ բան բացեն այս քուչում։ Ու հավատաս տեղից ոչ մեկ էլ չի ուզում, որ այս սրճարանը փակվի։ Ախպեր էսի սուրճից բան չի հասկանում։ Ջաջեսի կարգին կոֆեասի չեն քաղցրացնում։ Փաստորեն սուրճից հասկանում եք։
Մենք անգամ գիտենք, որ սուրճը պետքա չեռացնենք ջազվեյով։ Մեռու մամայիս ու տատիկիս բացատրելով հոգիս դուրս եկավ։ Ճիշտ է, նաև գիտենք, որ սուրճը պետքա թարմ աղացած լինի։ Դա է ցավը տանը։ Մենք դաժե գիտենք, որ լատտեի մեջ ավելի շատ կաթ կա, քան կապուչինոյի։ Ամերիկանոն էլ ջրով բացած էսպրեսոն է։ Իսկ այ էսպրեսոն։ Էսպրեսոն ինձ վատիկը չի, որովհետև այնից շատ է սիրում։ Դե ես էլ այնից։ Ուզում եք ասել, որ 10-րդ մասիվը փոխվել է։ Չէ, 10-րդ մասիվը չի փոխվել։ Որս նկարներում ոնց կար, մինչև հիմա տենց էլ մնացել է։ Ուղղակի մեջի մարդիկ են փոխվել մի քիչ։ Սուրճն է ձեզ փոխել։ Չնայած սուրճին կյանքն է փոխել, բայց Արա չէ, ախպեր, ես մարդը կոնկրետ հասկանալու այդ խնդիր ունի։ Այս երեխեքն են մեզ փոխել, հարգելիս։ Դե ճիշտ է։ Այս գրեգը մինչև հիմա վրես ազնում է։ Բայց դա այնից շատ լավն է։ Այնից հաստատ ինձ փոխել է։ Այնի ջան։ Դե ինձ էլ սերկը։ Ող։ Երեխեք ապրեք շատ, բայց այս սաղ անիմաստ է։ Ոչինչ։ Մի օր կիջնեք կենտրոն կխոսենք։ Հա։ Ես էլ առաքում կմտնեմ ու ձեզ քյաբաբ կբերեմ։ Սոխը շատ։ Ես էլ խոսք եմ տալիս, անպայման կգամ։ Դե մեկա պետքա չէ, նանոյի հետևից գանք տնից հանենք։ սպասեք։ Սպասեք, բան եմ ուզում ասեմ։ Մենք ձեր գումարը կվերադարձնենք մի կերպ։ Չէ, բան եմ ուզում ասեմ։ Սուրճը միշտ էլ լավ գաղափար է։ Փաստորեն 10-րդ մասիվը փոխվել է։ Ու փոխվել է տուն տանիքի շնորհիվ։ Լավ է։ Սկզբում որ մտա գիտեք ոնց ջղայնացա։ Ոնց հիմա մեզանից գումարը չեք վերցնելու։ Չեմ հավատում երեխեք։ Մերից sense լավ բան չի կարա լինի։ Ես հաստատ երազա կամ մենք մեռած ենք։ Չէ, մենք հաստատ մեռած ենք։ Կներեք, բա որ երեխեքից փողը հետ չեք վերցնում, ինչի մատանից չեք տալիս, Վլոդիս նվիրածն է։ Ոնց կյանքս։ Այսինքն դու համաձայն ես իմ հետ ամուսնանալ։ Չէ, ուղղակի պահում եմ մոտս։ Այ արևս, արա կյանքս, արա մեռնեմ ես քո սրտին։ Ինչի մենակ տուն տանիքը լինի 10-րդ մասիվում։ Այնքան հեռու թաղամասեր կան։ Թող ամեն տեղ էլ լինի։ Oh yeah, baby franchise։ Ու ասեմ ավելին, աշխարհով մեկ թող լինի։ Հա, ուռու գլուխների բախտը կբերի, չէ։ Սուս արա։ Հələ մի րոպե էլի, կուբ ջան։ Դա 10-րդ մասիվը։ Ու իրանք չեն թողելու գնան աշխարհով մեկ։ Չէ, 10-րդ մասիվինը կմնա։ Ու կբացվեն ուրիշ մասնաճյուղեր։ Չեմ հավատում։ Իսկ կարանք մասնաճյուղերից մեկում ինձ տնորեն նշանակենք։ Կյանքս դու խնդիր չունես։ Գժուկ։ Լավ արա ծանր պայի քեզ։ Չնայած այսօր կարելի է թուլացեք։ Դե ինչ գրեք, Սերկ Էնի, շատ հաճելի էր ծանոթության համար, ու ուզում եմ ասել, որ 10-րդ մասիվի տուն տանիքը շարունակելու է աշխատել։ Սենց ես իմ թե, թե չէ մասիվի շները չէին ների։ Ով? Ոնց ով։ Մասիվի շները։ Ուրեմն դու չգիտես, որ մենք մեծացել ենք հեռավոր մասիվներում։ Ստե լուսումները կոպիտ հազիվներում, լուսինը մոտիկ, քուչեքը լուսավոր, չխառնվես եթե մի բան թվարկես անսովոր։ Ստե գիշերները ունեն իրանց տերերը։ Մարդիկ քննել են, զարթնել են շներ, ու չփորձես տերա գնահատես։ Պտի հարգես, պտի մի հատ լսես։ Եթե վախում ես զգուշ, իրանք սիրում են։ Եթե օտար ես զգուշ, իրանք ջոգում են, թոֆով քայլում, մասիվը հոշոտում են։ Մարդկանց նման քննարկում գցում բռնում են, որ հանդիպես մի հատ նենց նայեն վրես։ Ես կթվա որ խոսալու են քո հետ։
ու աչքերից կտենաս, որ սպասում են, թող են գնաց թե ձգում են։ Մասիվի շները։ Ոչ մի տեղ, ոչ մի տուն, Մասիվի շները։ ոչ մի ցեղ, ոչ մի բուն։ Մասիվի շները։ Կա ասող, կա լսող, Մասիվի շները։ կա լիդեր, կա չուզող։ Մասիվցի ապեր։ Մասիվցի անդո, Մասիվցի չխկո։ Մասիվցի գրեք։ Մասիվցի Սերգա։ Մասիվցի նանո։ Մասիվցի վլոդ, Մասիվցի սեդու։ Մասիվցի էնի։ Մասիվի շները, մասիվի շները, ոչ մի ցեղ, ոչ մի բուն, մասիվի շները, կա ասող, կա լսող, Մասիվի շները։ կա լիդեր, կա չուզող։ Երեք երազող մի խենթ երազանք սրճարան բացել թելադրել ճաշակ բայց երբ փող չկա մտքերն ընձրի կտանի ճամփան տասերոտ մասի Քարտու տղեկ տզբեխով նստած բամբասկոտ աղջիկ ու մի նոր հավես սրճարան ընկերներ դարձած անծանոթ մարդիկ կդառնան նրան